Բաքուն ողջույններ է ստանում աշխարհից Հայաստանի հետ խաղաղության բանակցության ավարտի վերաբերյալ։ Ընթացը սթափեցնում դեռ վաղ է քննարկել, թե որտեղ ենք ստորագրելու սպասված պայմանագիրը։ Սպասում ենք, որ հայկական կողմը մեր ինքնիշխան տարածքների նկատմամբ հավակնությունները հանի սահմանադրությունից ու լուծարի Մինսկի խումբը։ Այսօր հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։ Էլնուր Մամեդովը շեշտել է, կոնֆլիկտը կարգավորված է, Մինսկի խումբն անելիք չունի։ Ընթացս նկատել, թե Հայաստանում ռևանշիստական ուժեր կան։ Բաքվի պաշտոնյան Եվրոպական դիտորդների ներկայությունը սահմանին լուրջ սպառնալիք է համարում հարավային Կովկասի համար։ Եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու մասին, կարևոր է բացառել այս գործոնները։ Հարաբերությունների կարգավորման համաձայնագրում երկու կետեր էին մնացել։ Մեկը երրորդ ուժերի բացառումն էր սահմանին։ Սրա հետ Հայաստանը համաձայնեց։ Good morning, ladies and gentlemen. Երեկ Բաքուն Գյուլիստան պալատում ընդունում էր գլոբալ ֆորումի հյուրերին թեման ինչպես մարտահրավերները դարձնել հնարավորություններ։ Նույն ժամերին Բաքվից հնչեց առաջին հայտարարությունը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի ավարտի մասին, որ համաձայնեցված են բոլոր կետերը, եւ նույն ժամերին էլ Ադրբեջանի նախագահը ոչ թե նոր համաձայնությունից էր խոսում, այլ այն մասին, թե դեռ էլ ինչ պիտի անի Հայաստանը։ And I can tell you one more thing, that the level of trust to Armenia is close to zero. Հայաստանի նկատմամբ վստահությունը մոտ է 0-ի, այդ պատճառով մենք չենք վստահում նրանց ոչ մի խոսքին։ Այն մարդիկ չեն, որոնց մենք կվստահենք ներառյալ այսօրվա իշխանությունը։ Այն ամենն ինչ ասում են, մեզ համար նշանակություն չունի, մեզ պետք են փաստաթղթեր։ Մեզ պետք է, որ նրանց սահմանադրությունում որևէ տարածքային հավակնություն չմնա, դրանք այնտեղ կան։ Territorial claims to Azerbaijan. Ալիևը հյուրերի առջև հանդես էր գալիս որպես խաղաղության առաջամարտիկ, դժգոհում, որ Եվրոպան չգիտես ինչու խաղաղության աղավնի Հայաստանին է համարում։ We need to look to the future and we need to have peace. Մենք պետք է ապագային նայենք, մեզ խաղաղություն է պետք հարավային Կովկասում եւ հենց դրա համար Ադրբեջանը դարձավ խաղաղության գործընթացի նախաձեռնողը։ Ըստ էության Ադրբեջանը նույնիսկ խաղաղության պայմանագրի հեղինակն է։ The draft peace agreement. Ադրբեջանի նախագահը պնդել է, թե հայերը պատերազմի են պատրաստվում, ռազմական կարողություններն են ավելացնում։ Ֆրանսիացիների տված մահաբեր զենքը մեզ է ուղղված, ասել է Ալիևը եւ նաեւ եվրադիտորդներին հասել։ Նրանք ըստ այս նախագահի լրտեսներ են։ European Union is a day and night spy. Գիշեր-ցերեկ նրանք մեր սահմաններին են, լրտեսների պես ծիկրակում են, հարմար սողանց գտնեն մեր կողմ թափանցելու համար։ Մեր ձեռքի տակ բավարար տվյալներ կան այդ այսպես կոչված դիտորդական առաքելության մասին։ Ադրբեջանի քաղաքագետներից Ռաուֆ Միրգադիրովը Ազատության ադրբեջանական ծառայությանն ասել է, եթե նույնիսկ կողմերը համաձայնեն ստորագրել խաղաղության պայմանագիրը, մոտ ապագայում այն դժվար թե իրագործվի։ Լիարժեք խաղաղության համար անհրաժեշտ է անվերապահ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հավանականությունը զրոյական է, որ առաջիկա 1-2 ամիսներին Հայաստանը սահմանադրական փոփոխություններ կանի։ Եթե փաստաթուղթը տարածքային ամբողջականության երաշխիք չէ, դա ուրեմն իսկական խաղաղության համաձայնություն չէ, ինչ էլ անունը դնենք։ Իսկ Բաքվի տեղեկատվական հարթակներում ակտիվ տարածվում է թեզը, թե հայկական կողմն է շտապում ստորագրել պայմանագիրը, որպեսզի մինչև ընտրությունները խաղաղության գործընթացում ձեռքբերում ցույց տա։